Նիկոլ Ղախպա, ուրեմն լսի։ Ես գիտեմ, դու ղախպի ծնու դու քո այդ պորնիկները նայում եք իմ հոլովակները։ Ուրեմն հմիկվանից ես աշխատելու եմ սրա յուրաքանչյուր քայլը ինչքանների հնարավորություններս։ Մեկնաբանել արձագանքել, բայց ես չէի կար, քանի որ զզում եմ ես սրա ռոժից, մանավանդ որ ռեխը բացում է, ես սիցս խառնում ազգան։ Բայց դու ոտնձգել ես ղախպի տղա Նիկոլ։ Իմ անձնագրի վրա, այս 7 տարի Նիկոլ Բոզի տղա քո պատճառով ես փախստի մեջ դրսերում, դու ինչ ես քեզանից երևակայել։ Ես այդ աթորս զբաղեցրել ղախպի տղա, քեզ որ Սերժիկը ԱՄՆ-ն առաջարկեցի Բոզի տղան չես համաձայնվել, ծնողդ նախնի մախնի չկա, դու էլ ես նախնի, դու դրանց շարունակությունն ես Սերժիկից, ԱՄՆ-ի դրածուն ես, դու էլ ես նախնի, բայց հավատացեք էլի, ուղղակի այս որ հաչում է, ես չեմ կարող, նես պղծությունն է առաջանում, որ սիցս խառնում է, բայց հիմա կոնկրետ այս հանդիպան մասին, Մոլդովայի քո նման ղախպա Սանդուի հետ հանդիպան մասին, Բոզի տղա Նիկոլ, դու գիտես ինչքան Հայաստանի քաղաքացիներ հայեր են դեպորտացրել Մոլդովայից, նման հարցերը քեզ հուզում են, ոչ, ինչպես են վարվում Հայաստանի քաղաքացիների հետ Մոլդովայում, նման հարցերը Բոզի տղա դու կբարձրաձայնես Սանդուի հետ հանդիպման ժամանակ, չես զբաղեցրել, չես նստել այդ վարչապետ այդ աթորին, վարչապետի աթորին Բոզի տղան չես նստել, նման հարցերը իհարկե Նիկոլ դեռ հակառակը կասի Հայաստանի քաղաքացիները ինչ ուզում եք արեք, սա բարձրաձայնի միայն մեկ հարց, որ իր այդ պորնիկ Աննան հնարավորություն ունենա հանկարծ ցանկություն ունենա, գնա Կիշինյով մի հատ տրուսի կառնի, քո մյուս կանգառը դժոխք է, դու ուր Նիկոլ Բոզի տղա, վարչապետի աթոռը ուր, ես կրկնում եմ, դու նախնի ես Նիկոլ, ավելի ճիշտ, նախնիների ցրտանքն ես, Սերժիկի ցրտանքն ես, իսկ հիմա, ասենք, իմ հարցը մի կողմ դրած, ինչ-որ անծանոթ ՀՀ քաղաքացու համար խոսեմ, որ առաջի անգամ է մտնում, չգիտեմ, իմ ալիք, չնայած ինձ շատերը գիտեն, մանավանդ նրանք, ովքեր քաղաքականության մեջ են, մի տեսեք ես ինչ կանեի, դուք հիշում եք այն դեպքը, պետք է որ իմանաք, կարող եք Google անեք, ոչ այնքան վաղուցված դեպք է, որ հայաստանցի ամուսիններին, Հայաստանի քաղաքացիների, որոնք վիզա են ստացել Շենգեն, Բուլղարիա, մինչև էտել նրանք այցելել էին Բուլղարիա, որպես զբոսաշրջիկներ, ինձ լիովին անծանոթներ են դրանք, եւ վերջի անգամ հենց Սոֆիա, Բուլղարիայի մայրաքաղաք, օդանավակայանում իջնելուց նրանց փաստորեն ձերբակալում են մի քանի օր պահում, հետները շատ կոպիտ վարում եւ դեպորտացնում, իրենց հաշվին, Բոզի տղա Նիկոլ, ես լինեի ինչ կանեի, արա ես այդ Բուլղարիայի դեսպանին, ըլենց օրը գցեի, այնքան թուքումուր կանեի, որ ինքը շատ կզղճար, որ եկել է Հայաստան, ռեխը բառացիորեն թե փոխաբերական իմաստով ոնց հարմար գտնեի, ոնց նպատակահարմար գտնեի, կողեի քաքի մեջ կանեի, նույն էլ դրանց նախագահին, ինչքան Բուլղարիայի քաղաքացի կար, սաղին կստորացնեի, ռադ կանեի, Հայաստանի Հանրապետությունի, դրանց նախագահներին եւ այլն կառավարի արտգործնախարար բոլորին կանպատվեի, իդեպ անպատվել եմ ես, ինձ պետք է ինձ անձնական քյար ունեմ ես դրանից, որ Բուլղարիայի նախագահին այդ ապուշին, ես այնքան եմ անպատվել, ուղիղ, Twitter-ով, հիմա տենում եք, այս հարցում էլ sense անծանոթ քաղաքացու համար եմ ասում, որ այս ղախպի տղեն Նիկոլը, Բոզի տղեն, չի համապատասխանում այդ վարչապետի աթոռին Բոզի տղա չես նստեք, նույն էլ այդ Սանդուին քաքը կերծնեի, քաքը ուղակի բառացիորը կերծնեի, որ իմանա ոնց Հայաստանի քաղաքացիների վերաբերվեն։ Եվ վերջինը, հիմա տեսեք, այս օրերին մինչև այս դեպքերը թուրքերի հետ կապված էս Մոնտենեգրո, Չեռնագորիա կոչված, սրանք արդեն բեզվիզը Հայաստանի հետ հանեց, ոչ միայն Հայաստանի, այս դեպքերից հետո Թուրքիայի հետ էլ ժամանակավորապես նրանք սառեցրեցին, բայց գրել են ժամանակավորապես, բայց Հայաստանի հետ եւ Ուզբեկստանի հետ վերացրեցին, իսպար հանեցին, ինչի սա այդ եվրողախպությունն է, էլի պահանջներն, որ սրանց ուզում են ավելի շուտ այս այլանդակներին մտցնել Եվրոմիություն։ Տեսեք, գտնվելու ստեղ Չեռնագորիայում ես սա հայտարարում եմ sense ուղիղ։ Ես իսկույն նույնը կանեի Չեռնագորիայի հանդեպ։ Առանց վիզա չեն գա Հայաստան։ Դե հիմա ասեք, ով է համապատասխանում վարչապետի պաշտոնին։ Ես հենց կոնկրետ այս հարցում, ես թե բլասֆեմիստ Բոզի տղեն Նիկոլը, թե բլասֆեմիստ Նիկոլ Բոզի տղեն, թե բլասֆեմիստ Բոզի տղեն Նիկոլը,